Բարի եկածեք ճակատապած, այսօր մեզի հետ է Քայանե Մազունյանը, վերջերս Հայաստան տեղափոխված ամերիկյան համալսարանի հումանիտար և ընկերային գիտություններու բաժնի ղեկավար երևի։ Վարչական ղեկավար, այո։ Քայանեն մանկավարժ է ուսումով, երկար տարիներ բարույսույց եղած է, գխոսինք նաև անոր մասին։ Քայանե բարև, բարի եկած ես։ Բարև Պետրո։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիր մեր այս հրավերը։ Եվ սկսելով գուզեմ հարց տալ Քայանե Իով, Իայբ նու է։ Ինչպես է որ որոշեցիր Իով գրել եւ Այո, այո։ Այո, ուրեմն երկար տարիներ, երբ որ դպրոցական տարիներուս Լիբանան գկրեի եչով։ Եվ այսինքն չէ, հիով եչով անե։ Ուսուցիչները բարդատրանք չեմ հիշեր, արզաբես ես գիտեի, որ անունս այդպես կկրվի։ Ուրեմն ավելի ուշ առաջին նշումը եկավ, երբ որ ակաթանկեղոս կգարտայի ես եւ մեջը դեսա, որ հայոց պատմության մեջ ակաթանկեղոսն է, չէ, որ գրած է Հրիփսիմյանց գույսերու պատմությունը եւ Քայանեն հոն գհիշադակվի առաջին անգամ հի ավելի ուշ նաև դոկտոր Արմենակ Եղիայանը ինքը բավականին խիստ ձևով կբանջեր բոլոր մարմիններեն, որոնք որևէ մեկ պատճառով գարնչվեին Քայանե անվան հետ, որ անպայման օգտագործեն քրապարյան ձևը, հին, ուրեմն ես ալ պետք է որտեգրեմ այդ ձևը, եւ այդպես մբադահեցա, որ երբ որ ես սկսա Քայանեն գրել հիով, այդ տարիներուն թիմեցի Հայաստանի քաղաքացիության եւ ուրեմն իմ Հայաստանի անձնակիրիս մեջ առաջին անգամ պաշտոնապես իմ խնդրանքովս անունս գրանցվեցավ Իայբ նուն է, որի հարգե բավական դժվարություն կունենան հոս հայերենով գարտալու նույնիսկ ինձ անունը քիչ մդարօրինակ է այդպես կբացատրեմ ամեն անգամ բայց հագիր ձևով ասե իմ պատմությունը հիմա հիշեցի ես մշակույթի նախարարություն մշակույթի եւ ոչ միայնի նախարարության կացած էի եւ հարցուցած էին անունս որ գլխացավ է ազատիմ այդիստամ թող դեսնե այդպես որովհետեւ տարբեր գրեմ եւ առաջին հարցումը խի ես դարասխալով գրել քո անունս իմ անունս է ինչպես կրնալ որ դարասխալովը լա այդ մեկը եթե այսպես կնախընտրեմ բայց հետաքրական է ինձ համար ինչ է սա դժվարություններով հանդիպած ես անունիդ հետևանքով անունս մինչև այսօր կհանդիպիմ ուրեմն քանի որ լիբանան ծնած եմ ես բնականաբար իմ լիբանանյան անձնաթուղթիս մեջը լադինադարը K է Քայանե է իմ անունս որովհետև Գայանե չէ Ադոր հիման վրա Հայաստանի մեջ իմ անունս լադինադար գկրվի K-ով եւ շատ հետաքրքրական է այժմ աշխատանքի ընթացքին մարդիկ հազիվ K-ը դեսնեն ինձ գսեն Կարինե, Քոհար չեն շարունակեր անունս գարտալ որ անոր համար միշտ հայերենը դա գտնեմ որ քիմը դեսնեն եւ անդրադառնան որ նույն Գայանեն է ես խնդիր չունիմ ինձի Գայանե ասեն Քայանե ասեն բացարձակապես խնդիր չունիմ բայց հետաքրքրական է մարդկանց ընկալումը որ առաջին դարը արդեն իրենց գշեղե կամ գբարդատրե չշարունակել գարտալ անունը եւ ուրիշ անուն մտալ քեզի Կարինեն ամենե դարածվածն է որ K-ով Կարինե այսինքն այդպես ու գան Հայաստանի մեջ մարդիկ որ երբ որ գկրեն իմ անունս հայադար K-ով գկրեն գենով այսինքն որովհետև լադինադարը K-ով է ուրեմն Գայանե գկրեն այսպիսի բաներ բայց գարզեմ որ մահացու իրավիճակներու արժև չեմ հայտնված մինչև հիմա որ այդ աստիճանի ժարանք չստանամ ադոր բաժարով եւ այլն բարեփոխտաբար բայց դեսնենք բոլորիս հետ եղած է ինչ որ չափով կամ ինչ որ ձևով իմ աղջիկս նանե է միշտ ոս եչով գկրեն նույնիսկ որ վերջին դարն է նորմալ եչով գկրեն
Եվ ոնց չեմ գիտեմ ինչու էին շշացև գսեն։ Չեմ հասկացել։ Ես էշի է լսած եմ, անդի քիչ երևի։ Կոնե է։ Կոնե է։ Եվ միշտ ասինքն նախճիսար ռուսը շշացև է։ Միշտ գնեշե կամ գբնտե որ այդպես լա։ Եվ ռուպենը, չէ, եչի եւ է։ Այո։ Կամ բեդոն նույնիսկ։ Ամեն բարակայ կայանե լիբանանեն երբ եկար եւ ինչքան գիտենք ասկու առաջին Հայաստան քալդ չէ աշխատանքի կամ երկար ասենք գացության համար գեցության համար գներես չէ երկարակ մի քանի անգամ եղած է Հայաստան լիբանանեն եւ մենք 2020-ին ալ հանդիպած էինք երբ որ այդ լիբանանի այդ ասենք դժվար բանը Հայաստան եկած Այո, բայթումենի հետ։ Բայթումենի հետ, այո։ Տուն վերադարձար, յետեգար։ Այո, ճիշտ է։ Ուրեմն այս անգամ քալուս եղավ 1.5 տարի։ Այս անգամ եկա աշխատանքային առաջարկով եւ մեկ անգամ են լուծվեցա աշխատանքի նկատի առնելով որ վերջին տարիներուն Լիբանանի վիճակը թաթար չգա ամեն օր մեկ ձանր մեկ դարօրինակ թեփքը թեփքին գահաճորտե ուրիշը եւ արդեն եւ ֆիզիկապես եւ հոգեբես փնակչության մեծ մասը հոգնած է, սպարած է ես ալ մեջ ելալով ուրեմն գործեի Լիբանանեն դուրս գալու ծևեր գտնել այս անգամ պետք է ասել որ Հայաստանը դարբերակներեն մեկն էր ոչ միակ դարբերակը եւ այդպես մբադայեցավ որ աշխատանքի հնարավորություն եղավ եւ ես այդ բաժարով եկա Առաջին կալս քիչ շատ ավելի գրնամսել սփյուռքյան կամ սփյուռքահայու ավելի փորձառություն մնե առաջինը որ արդեն 25 տարի անցած է ես բադանի էի քրեթե բադանի 19 տարեկան էի Լիբանան դպրոցը ավարտած էի ամբողջ կյանքս ջեմարան ավարտած եմ Ջեմարան այո դե բարձր գլակ այո ուրեմն փոքր դարիքես գբարեի հայկական բար եւ իմ երազանքս էր որ Հայաստան պիտի կամ եւ պիտի ուսանիմ բարարվեստ եւ այլն բարեփոխտապար ծնողքս միշտ քաչալերած են երբեք արկեր չեն հանդիսացած այդ դարիներուն Լիբանան մեր բարախումբի բարուսույցը բարոն Ֆելիքս Հարությունյանը ինքնալ օգնեց որ հոսկաբեր հաստատենք եւ այլն եւ դպրոցը ավարտել ես յետք ինձ համար շատ բնական բան էր որ ես Հայաստան պիտի երթամ որովհետեւ ես հայ եմ հագարականոր որ կյանքիս մեջ չէի եղած Հայաստան եւ այդ մտածմունքը կամ որ ես պետք է Լիբանանի մեջ համալսարան երթամ եւ դեղացիներու հետ իմ կյանքս գիսեմ ինձ համար շատ սարսափելի էր որովհետև բادرազմի դարիներուն ընդհանրապես քաղուտեն դուրս չեմ եղած ուրեմն այդ ներ շրջանագին մեջ բادرազմնալ վրան ավելի ուրեմն սեղմած է այդ շրջանագը ուրեմն բարձեի որ դպրոցը ավարտեցի ինձ համար շատ դարօրինակ էր որ օքեյ հիմա այս շրջանագը ես պիտի փանամ եւ այդ փանալու ուղղությունը այդպես մբադահեցավ որ ավելի դրամաբանական եւ թյուրին տվեցավ դեպի Հայաստանն էլ քան Լիբանան այդպես եղավ եկա 19 տարեկան էի առանցին եւ սկսա աջախել մանկավարժական ինստիտուտի բարարվեստի ռեժիսուրայի բաժին կուրսիս ղեկավար Վանուշ Խանամիրյանն էր առաջին դարին իհարկե ես մեծած էի ասանք հոլիվուդյան մյուզիկլներ դիտելով եւ գբատկերացնեի որ Ջուլիետ համալսարանին պես դեր մգերտամ եւ այդպես պիտի շատ ժամանակագից եւ ստեղծարար միջավայրի մեջ հայտնվիմ եւ այլն եւ ճիշտ այդպես է չէ եւ ցավոք սրդի իհարկե ավելի ուշ հետո հասկացա որ ստեղծարարությունը նաև այդ պայմաններում մեջ կարելի է իհարկե շատ ավելի դժվար գրնալալ բայց անգարելի չէ բայց մեկ խոսքով իմ պատկերացումներուս
շատ չեր համապատասխաներ իրականությունը հոն մի քանի բան կար նոր երկիր մնեի հիմա այո անունը Հայաստան էր եւ հայ եմ եւ այլն բայց ադիգա մեկ կոմ տնելով նաեւ ամբողջությամբ նոր մշակույթի հետ կշփվեի դագավին սովետական ժառանգությունը սովետական գենցաղը շատ ծանրագշիր էր Հայաստանի մեջ խոսքը 2000 թվականի մասին է եւ ես մեծած եմ միջին արևելքի մեջ հոն ուր նույնիսկ բادرազմական պայմաններում մեջ շատ գյանքը թեթևեսեմ կամ թեթևը գրնալալ ճիշտ բառը չէ բայց մարդիկ սիրահարված են գյանքին ուրիշ ծևով մանավանդ լիբանանի մեջ կաղուտային այդ միջավայրի մեջ եւ այդ ապահովությունը որուն մեջ կմեծնաս եւ բոլորը ցանոթ են բոլորը դրացի են այսպես սպառնալիքներու կոնեկու անմիջական շրջապատիտ մեջ սպառնալիքները շատ քիչ են իսկ հոսեփ որ գուկաս մեգանես միլիոն են եւ բիդի աթոսանքին մեջը թունքու դեղդ գտնես եւ այլն իհարկե պետք է այդպես լա գարձեմ շատ լավ էր ադիգա Թյուրին չեր ուրեմն մեկ դարի բարարվեստ ուսանել են յետք քիչ մի հիաստապված տեղափոխվեցա Թատերական ինստիտուտ սինեմա ուսանելու հոն ուր միջավայրը ավելի մղող էր արվեստին ստեղծագործության եւ այլն բայց նորեն 2001-2002 թվականներուն միջոցները քրեթե քոյություն չունեին ասենք թե ֆիլմ արվեստ ուսանելու ստեղծագործելու այդպես եւ միշտ ալ սրդիս մեջը բարարվեստը ուրիշ դերմ ուներ եւ գփորձեի այդ տարիներուն հարմարվել Հայաստանին եւ ոչ թե ինքս գտնել ուրեմն այդ հարմարվիլը իհարկե ապրելու կոյադևելու համար ամեն դեղալ գնենք բայց բավական շեղեցա ես իմ սկզբնագետեն ինչու համար ես ոս եկած էի պետք էր աշխատել դրամ վաստակել ապրելու համար եւ այլն որտեւ այդպես չէ որ Լիբանան շատ լավ էր վիճակը եւ ծնողքը շատ չեր գնար օգնել ինձի ուրեմն գրնամսել որ այդ առաջին Հայաստանի փորձառությունը որպես գազմավորող թեփք շատ երդասարդ մեգում համար շատ կարևոր էր լսեմ եթե բիդի ենել նորեն գնեմ բիդի ենել ծմերները 3 կուլբայով եւ 2 գլխարկով կնանալ քրեթե անոթի գիշերներ անցնել եւ այլն նորեն այսինքն գնեմ անիգա որովհետեւ Հայաստանը կոնե ինձի մարդ դարձուց եւ դուրս եկա հայը լալու շատ նեղ սահմանում են ինչը որ սպիրկի մեջ կանխորոշված էր ինձի համար ոչ անպայմանորեն ինչ որ քեշ նպատակներով կամ եւ այլն որովհետեւ բարձաբես սպիրկը այդպես կփանի եւ երբ Հայաստան եկա Փարև Օվեստունի բադասխանը սկսավ ինձի իսկապես ես չեմ գիտեր ադոր բադասխանը որովհետեւ Լիբանանի մեջ Փարևին հաջորդը ես հայ եմ եւ ուրեմն թյուրին լուծումը ինքնության հարցերուն այդպես կան խորոշված կուփոխարենդ հոս երբ որ եկա օքեյ հայը լալը այո ուրեմն պետք է փնդրեմ հասկանամ թե ադգե դուրս ով եմ ես եւ կամ ով գուզեմ լալ կոնե եւ գարձեմ որ ադիգա ինձի համար ամենամեծ ցերկբերումն էր 20-ականներս ապրիլ վայրի մեջ որ ինքը շատ երդասարդ էր Հայաստանի անգախ հանրապետությունը ինքը իր ինքնությունը կփնդրեր եւ լավ միջավայր մներ որ ես ալգարենամ ադիգա անել առանց արկելքներու առանց գանխորոշված ինչպես որսի բիդագներու եւ այլն որովհետեւ սպիրկի մեջ արդեն այդ տարիքից 17-18 տարեկանից այդ բիդագավորումները ինձի գխանկարեին նույնիսկ թե ինձի չէին վերաբերեր Լիբանանի մեջ այո ուրեմն Հայաստանը այդ բոլոր բիդագները
հանեց եւ եղանք մարդ եւ գարձեմ շատ շնորհակալ եմ ադորամար Աս վերջին կալուտ մասին երբ խոսեցար, ասիր որ դարբերակներն մեկն էր Հայաստանը։ Ինչու ընդրեցիր Հայաստանը։ Ասեմ, ուրեմն իհարկե որոշ դարիք մը գահասնի, ուր գուզես աշխատանքը, վաստակածդ, հանգստությունը որոշակի ունենալ եւ բնականաբար բոլոր փնդրդուկները անոր ուղված էին իսկ Հայաստանը ընդրեցի նախ որովհետեւ ամենադրամապանական դարբերակներն մեկն էր եւ երկրորդ որովհետեւ ես Հայաստանի մեջ քաղաքական պիտի չլայի եւ Լիբանանի բեդոն նշեց նավահանգիստի բայթումը գրամսել շրջադարձային կոնե իմ յանքիս համար գա նավահանգիստի բայթում են առաջ եւ բայթում են հետո այդպիսի բան մը գա եւ ցավոք սրդի ինքը զուգատի բեցավ նաեւ Արցախի բادرազմը հաջորդեցին են շատ մեկ ամիս անց եւ գարձես քիչ մը շատ էր այսինքն մարդկային հոգի իմ համար at ամբողջ դակնապները իհարկե կովիդը պիտի չնշեմ առանցին որովհետեւ բոլոր ամբողջ մարդկությունը ենթարկվեցավ ադոր Մանավանդ Լիբանանի տնտեսական ճգնաժամը որ մենք հոմացուցինք այդ շրջանը կովիդեն անմիջապես այո քիչ մը շատ էր պետք է խոստովանել եւ ճուզեցի այդպես ինքնախարազանման բանով դարվիլ չէ պիտի բայկարին պիտի մնամ եւ այլն որովհետեւ հաջող գնենք այո եւ ասի որ ես թիրքի մեջ կգտնվիմ որ իմ աշխատանքներս ընդհանրապես ուրիշներու օգուտ կուտան ուրիշները գոքնեն ուրեմն ադորամար պետք է ես հոգեբես առողջ լամ եւ գարենամ ադիգա անել որբեսի ուրիշները օգտվին անորամար չէի ուզեր այս տարիքես յետ դեր մը երտալ եւ գոչվիլ քաղաքական եւ Հայաստան իհարկե գան դարբերություններ բայց ես օրը քաղաքտագանի գարկավիճակ չեմ ունեցած վերջերս Հայաստանի քաղաքացի եմ եւ գոկտվիմ բոլոր քաղաքացիներու ընձեռնված հնարավորություններն եւ ասեմ որ ան երևակայելի երջանկություններ ինձի համար երբ որ իմ առաջին ամսականս ստացա Հայաստանի մեջ եւ դեսա թե ինչքան հարկ կվճարեմ Հայաստանի բերության եւ շատ ուրախ էի որովհետեւ իհարկե կպատկերացնեք որ Լիբանանի մեջ ամեն ինչը առանց տապես չստացվիր եւ որ քաղաքացի լալու այսինքն քաղաքացիական բարդ կդարելու երբ Լիբանանի բարակային Լիբանանը ճուզեր քեզ մետուն քու քաղաքացիական բարդ կդարես հոս շատ հաջելի եւ քոհացնող բան մներ որ ես քաղաքական չեմ ես կաշխատիմ հարկ կվճարեմ ասպետության եւ գործեմ գարելիս անել մասնագիծ դառնալու այս մշակույթին Օգոստոս 4-ին Լիբանանեն ես Հայաստան եկա արդեն բայթումի լուրը զվարթնոց իմացանք լսեցինք ընտանիքս եկավ Հայաստան սեպտեմբեր 22-ին եւ արդեն 27-ին բادرազմը սկսավ եւ այդ Լիբանանի քիչ առաջ նշեցինք տնտեսական ճգնաժամ կովիդ համաճարակ այդ մեկ արդեն ընդհանրական էր միա Լիբանանինը չէր Հայաստան եկանք բայթում Լիբանան հոս բادرազմ Եվ հաջորդական 21 թվական, 22 թվական, 23 թվական, յետևի գես լուրջ կամ գես կադակ գես լուրջ չեմ գիտենք որ Լիբանանցի ըլլալը մեկ բան, հայ ըլլալը մեկ բան, Լիբանանը հայ ըլլալը ամբողջ այո ուրիշ բան Այո, ցավոք սրդի այդպես եղավ եւ ոչ թե որ գուզենք առանձնահատուկ մեր մշակույթի մեջ քիչ մը գա չէ ասպես ցավի մրցակցություն կամ բամը ես երբեք չէի ուզեր այսինքն ադի լա Երանի չլա եւ Երանի բոլորը լավ աբրին եւ խաղաղ աբրին բայց ինձի համար այդպես էր որ արդեն քավատը լեցվեցավ եւ ինձի համար այդ որոշումը պետք էր կայացնել իհարկե
սպյուրքեն Հայաստանը ես այսօր չեմ համարեր որպես ինչու ըսի դարբերությունը առաջին կալուս երբ որ 19 տարեկան էի եւ երկրորդ կալուս որ առաջին կալուս ինձ իսած էին որ Հայաստանը քու հայրենիքը դե եւ ես հոս կպատկանիմ իհարկե եկա եւ առանց հարցադրումներ ունելու փորձեցի այդ գանխորոշված այդ հավատամքով ապրիլ կորձել եւ այլն բայց սկացի որ բռնասփոսիկ բան մգա ադոր մեջ եւ պետք էր ժամանակ առաջին անգամ ես 7 տարի ապրեցա հոս հետո ետ վերադարձա Լիբանան երբ որ Լիբանան վերադարձա հանգարց սպյուրքը իր ամբողջ մեծությամբ հաստատվեցավ այսպես ավելի գայուն եւ փորձառությունները սկսան ավելի հարստանալ պետք է խոստովանեմ որ եթե Հայաստանը չլար ես չէի գիտնար թե սպյուրքը ինչ է որովհետեւ գարձեն բոլորս ալ գիտենք մենք մեր քաղուտներում մեջ մենք մեր քաղուտի համայնքի անդամներեն բացի ուրիշ մարդ չենք ճանչնար ես լսած էի բոլսա հայեր գաներ, բարսկա հայեր գաներ եւ այլն։ Պետք էր Հայաստան գալ, որ այդ բոլոր հայերը հայերուն ծանոթանալ, տեսնել, որտեղ բոլորը հոս կուքան։ Այո, հավաքադեղի մտածած է։ Ուրեմն աներ, որ սպյուրքի մեջ սպյուրքը չես գիտեր, գիտես արավելակույնը Լիբանանի բարակային, գիտես Հալեբա հայը կամ Դամասկոսը հայը։ Թրացիները գիտես։ Այո, եւ պետք էր Հայաստան գալ, որ հասկանալ թե սպյուրքը ինչ կնշանակի, սպյուրքի չափը ինչ է, սպյուրքի կարողությունները ինչ են եւ շատ մեծ բաներ ադի եւ հետո այդ գիտելիքով իդ վերադառնալը սպյուրք կամ սպյուրքի մեջ գտնվիլ ունենալով այդ գիտելիքը արդեն ամբողջ սպյուրքյան քու իրականությունը գվերարժևոր է տուն գվերարժևոր տարբեր ընկալումը ունենաս այո երբ որ այդ հատվածային եւ այդ նեղ բանեն դուրս կուկաս եւ գտեսնես որ ինչքան մեծ ցանցիմը օղագն է ստուն այդ օղագը իհարկե Լիբանանը Հայաստանեն յետք ասեմ սպյուրքի այդ փոքրիկ հատվածը իր բոլոր դժվարություններով հանդերձ շատ մեծ եւ հաստատուն բան ունի դերմ ունի կոնե իմ ինքնությանս մեջ եւ գգարձեմ Լիբանանահայերուն մեծ մասինքով առանց իհարկե մերժելու Հայաստանը կամ Հայաստան գոչված ցանցի որևէ այլ օղակ, որովհետև բարձե որ այսօր սպյուրքը միշտ Հայաստանն ավելի մեծ եղած է, պատմականորեն եւ Հայաստանի Հանրապետությունը վայր մնե, որ կպատկանի այդ մեծ ցանցին։ Եվ կգարձեմ առողջ բան կարելի է ստեղծել հավասարակշռությունը առանց այբանելու ոչ այս կողմը ոչ այն կողմը երկուքին մեջ երթալ կալ առնել ինչ որ ծերնդու է մերժել ինչ որ ոչ եւ մեջտեղը դերմը գտնել այդպես որ Հայաստանի ընտրությունը կգարձեմ որ ինքը արմադավորող բան մնե իմ բարակայիս կամ կոնե միջին արևելքի հայերուն բարակային որոնք գաբրին բավական դժվար պայմաններու մեջ նույնը չեմ գնարսել Եվրոպայի հայության կամ Ամերիկայի հայության որոնք դարբեր արդեն իրենց փորձառությունները իրենց ցանկի ընթացքը բավական հերու է արևելյան մշակույթեն ու ինչին որ կպատկանի Հայաստանը եւ այդ փախումներն անգադի պետք է առնել մենք վերջի վերջո արևելքցի ենք այդպես որ քիչ մը ձովին ասկոմը քիչ մը լերան կակատը եւ այլն այդ արևելյան կգարձեմ մշակույթ մգա որ չենք կորսնցուցած ադորամար գրնանք զիջումներու երևի թե ավելի ծյուրին զիջումներու երթալ քան ասենք թե արևմուտքի փորձառությամբ կոյացած անցեր ես Թորոնտոյեն եմ եւ քիչ թե շատ համամիտ եմ որ
Հայաստանով է որ վերաժավորես այդ բոլորը սպյուրքը ինչ է, ինչ կնշանակի սպյուրքը հայելալը, դարբեր սպյուրքը հայեր հոս կդեսնես ամենաշատ։ Բայց օրինակ Թորոնտոյի մեջ ուր համայնքը գազմված է զանազան դարբեր եկածներ է, հաջող այդ անանցնաշորություն ունին կրնանք երթալ եւ տեսնել այլ քաղտոջախներ ինչպես մենք զորված ենք, բայց չենք կներ այդ մեկը, որովհետեւ այսպես կմնանք մենք մեզի մեր հանգիստ միջավայրի մեջ։ Խոսքալով է որ ինչպես սիր կծանոթանաս ուրիշներու դարբեր աշխարհներ կբացվին եւ կգարձեմ որ Հայաստանի անկախացումն իդ 91-ին անշուշտ դարիներ դեպեց մինչև որ այստեղ ասնենք, բայց այդ հավաքադեղին դարձավ այստեղ եւ ինձ համար անհետաքրական է այսպես բադագան չէ որ այս խոսակցությունը կբադայի Երևանի սրտի մեջ եւ այդ մեկը միշտ կփորձեմ հիշել եւ քնահատել ճիշտ ձևով այսինքն հավանաբար այլ դեղ պիտի չլար այս մեկը այո Նաև Ռուբեն նկատի, այսինքն կարելի է նաև կոնե հյուսիսային Ամերիկայի քաղաքները նաև իրենց դիտել որպես քերիշխան բեդություններու մասնիկ եւ վստահաբար հոն աբրող քաղաքացին կարևոր չէ ինչ ցակում ունի at նաեւ ինքը քիչ թե շատ ունի at քերիշխան բեդության մբատկանելու ադոր քաղաքացին լալու այդ համոզումը եւ հավանաբար ադի է նաեւ պատճառներ են մեկը որ փնդրդուքի բան ավելի քիչ է այո բնականաբար այդ մեկը գա կանադայի մեջ ավելի քիչ բայց ամերիկա ուր ապրած եմ 4 տարի այդ մեկը սկսի մոտից վրա այո իսկ աշխարհի այս կողմը մենք միշտ փնդրդուքներու մեջ ենք որովհետեւ միշտ կգարձենք որ բան մգա որ մենք չենք գիտեր եւ պետք է հասնենք եւ այլն at ցկտումը գա եւ հավանաբար անորամար երբ որ Հայաստան Փոլոր Հայաստան գուքան կամ Հայաստանի մեջ չեմ գիտեր հավանաբար տուն եւ ես եթե կանադա գտնվեինք պիտի չհանդիպեինք ոչ թե որ նույն ժամանակ չենք կրնար հոն գտնել բայց հոս նաև at բանը գա արիտները կստեղծենք մենք կստեղծենք օրինականության մեջ ադի նաև բայց միջավայրը ունի իր թերը ասոր մեջ այո նաև գուկա at գարձեմ հայ աշխարհի չափի հասկացողութեն են երբ որ տուն չեմ ուզեր Հայաստանը ներսսել բայց վայրմնես որ ինքը քաշողական ուժ ունի բոլորը հոսկուքան դարբեր պատճառներով եւ այսինքն տունալ կհասկանաս որ at մեծությունը ասանք ուր գրնանք բզդիկցնել եւ կովիկալ որովհետեւ սպյուրքի մեջ անհնար է իր արջանչնալը քիչ մը շատ անհնար է բացի եթե չեմ գիտեր Թորոնտո աբրո ընտանիք մգա որոնք նախքին լիբանանցի են եւ at ջամփով կացած են եւ այլն բայց օրինակի համար Թորոնտո ծնած մեծած ես ինչպես պիտի հասնեի օրինակ քեզի եթե աս գաբող բաները չլային հիմա մեր ցանոթությունը քիչ մը ուրիշ բանի վրա է բայց նորեն հոնալ գա չէ բամ որ հայկական բան է մգանցնի քիձով մգանցնի անպես որ գարձեմ ուրախ պետք է լանք որ հոսենք եւ ունենք այս հնարավորությունները ես ուրախ եմ հագարակ ամեն ինչին այո հագարակ ամեն ինչին ճիշտ ամեն ինչը գարձեմ գադարյալ վայր չկա բոլորսալ մեր գարելին գնենք կոր ես շատ հաջողալ ասեմ այսինքն հագարակ ամեն ինչին իսկապես որ ես հիմա ուրիշ տեղ չեմ գրնար պատկերացնել որ պիտի ուզեի լալ երախաներու արումով ընտանեկան հոգեգան կոհատ կողոնակություն գիտես այդ ամեն ինչով ես չեմ գիտեր կգրկնեմ հագարակ ամեն ինչին քանի որ հոսալ թյուրին չի ապրիլը բայց ինչպես ասիր մենք ենք մեկ մասնի գնենք այս ամեն ինչին գաբող օղակ մնենք սպյուրքին Հայաստանին մենք մեզի գտնելուն այդ ամեն ինչին եւ շատ ուրախ եմ իսկապես որ հոսենք եւ նման ծրագիրալ գնենք Երևանի սրդեն ինչպես նշանեիր բայց բոլորին համար ոչ թե միայն մենք մեզի համար այդպես է կայանը տուն Լիբանան վերջին շրջանին կոնե Քալվիս Գուլբենգյանի ծրագիրներու ասենք Լիբանանի մեջ պատասխանատուն է իր
Եվ շատ առնչված էր դարբեր ծրագիրներով, դպրոցներով եւ ընդհանրապես այն ամեն ինչով, որ Կարլոս Գուլբենգյանի ծրագիրներու ծիրին մեջ գնար, Լիբանանի մեջ այդ բարակային։ Հիմա եթե համեմատ ամեն ինչով, բادرազմներով, Սուրիայով, ամեն ինչով չգրգնվինք, վիճակը ինչ է հիմա, ասեն ժամանակին Լիբանանահայ քաղուտ դպրոցները, այդ ամեն ինչը արևմտահայերենի պահպանման զարգացման ինչ որ գետրոնը նկատեինք, չէ։ Հիմա քու սենգաս վերջին դարիներու ռազովը, դեսազովը ինչպես կնահատես։ Ուրեմն Լիբանանը ցավոք սրտի եւ շատ արագ կփոխվի եւ բնավ չի փոխվի։ Աս երկու հագասություններուն չեմ գիտեր, աս մեջտեղը դարածքի մեջ կգտնվի ինքը։ Եվ ես չէի ուզեր որևէ մեկ արժևորում անել, մեկ բան գրնամ ասել, որ Բեյրութը գարձեմ միշտ եղած է երբ որ գխոսենք արևմտահայերենի մասին բնական դունմը միջավայրը ուր փողոցեն գլսես բզդիկ մամ դրամն է դեմենե իշպիդի առնեմ մինչև ասենք թե շատ լուրջ նյութերով տասախոսություններ եւ այլն եւ համագարկային ասենք թե հաստատութենական կորձունեություն բնականաբար ինչ որ հաստատություններու գվերապերի աստակնաբային վիճակներուն չեն գրնար ինչ որ նույնքի դին վրա մնալ կամ վերելքի մասին չեն կրնար հիմա նույնիսկ խոսիլ, որովհետև հիմա ամբողջ մտահոգությունը մնալ, բահել, քոյտենական բայկար է, այո։ Նախ TV-րու անգում գա, TV-ին հետը բնականաբար որագի անգում գլա, որովհետև արդեն ընդրությունը գկիչնա, աշխատողներու հետաքրքրության, ասանք բան մգա, չէ, ասենք թե միութենական աշխատանքներում մեջ ինչքան նույն մարդը պիտի դարիներով է կորտմը մամաս օրինակ լոխական էր դարիներով դեր մի եկավ ասավ լավ այլևս ուրիշ մեկը թողնե այսինքն 30 դարի գամավոր այդ աշխատանքը ոչ թե որ մարդ ճուզերն էլ բարձաբես ալ չի գրնարնել կամ հանգիստի գարիք ունի հասած ենք հոն որ ասենք թե ասփոլոր մեր ծնողներու սերունդը որոնց համար գամավոր աշխատանքը շատ բնական բամներ իրենց զավակները այսօր ժամանակ չունին բարձաբես ադիգանելու ոչ թե որ չեն ուզերնել կամ չեն տաստի արագված այդ արժեքներով բարձաբես ժամանակ չունին որը պետք է աշխատին նյութաբես իրենց առօրյան ապահովեն եւ այլն դպրոցները նորեն գսեմ շատ մոդեն շփված եմ դպրոցներու հետ դնորեններով ուսուցիչներով աշակերտներով եւ խոստովանին որ դժվար գացության մեջ կգտնվին իրենք հայերենը մեկ կողմ տնելով բարձաբես այդ գարույցները բահելու համար ֆիզիկաբես երբ որ մարդուն սպառնալիք կա իր ֆիզիկական գոյության գրեթե ամեն օր ուր մնաց ասենք թե ավելի բարձր կամ իմացական կամ եւ այլն այդպիսի նյութերու հետ կապված ընդհանուր Լիբանանի մեջ գրթությունը շատ դժվար բանի գացության մեջ է ոչ միայն հայկական դպրոցները ավելի որովհետեւ սպյուրքյան շատ մեծ կառույցներ որոնք ժամանակին սպյուրքի մեջ ներդրում գնային այսօր գնախնդրեն Հայաստանի մեջ ներդրումն էլ ամենեգի իր դարբեր ռազմավարություն են ելնելով ուրեմն սպյուրքի դպրոցները գմանան անհատներու հույսին եւ այսպես թեք-թուկ ինչպես կսենք ուրիշ կազմակերպություններու շրջանավարտներու եւ այլն որոնք դուրս գաբրին ամեն մարդ իր գարելին գնե հայերենի տասավանդումը իհարկե գդուժ է ինչպես ուրիշ բաներ նաև բարձաբես որովհետև վախի վիճակի մեջ կաբրի քաղուտը եւ բամը չի զարգանար երբ որ տուն իրեն գկոցես ամեն գողմեն եւ օդը գդրես այդ բանին իմ սերունդիս համար հայերեն սորվիլը եղած է բավական տասական
ասենք թե միջավայրի մեջ բավական դասական մեթոդներով, բայց իմ սերունդիս համար աշխատած է, որովհետև այդ տարիներուն մենք ուրիշ բան չունեինք, դուն, դբրոց, ագումբ, չեմ գիտեր մշակութային կենտրոն, աս բոլորը իրար ամբողջացնող ցանց մներ, ուր հայերենը արդեն ինքը առանցքային դեղ ուներ։ Այսօր այդպես չէ։ Այսօր երեխան սորվելու համար մեգումը թույլտվության պետք չունի, փամը սորվելու համար, փամը յուրացնելու համար, որովհետև ինքն է իր թիմացը դրված կորձիկներն են եւ հոն կան բոլոր հնարավորությունները, որոնց մեջ բավական թույլ է հայերենը եւ հայերենով եղած բաներու իհարկե կան, բայց բոլոր ջաշակներու, բոլոր դարիքներու հսկայական աշխատանք է այդ բոլորը մատակարարելը իսկ Լիբանանի մեջ հիմա մենք վախի մեջ է ժողովուրդը համայնքը չգործընծնենք մեր շենքը, չգործընծնենք մեր աշակերտը, չգործընծնենք մեր հայ ընտանիքը, չգործընծնենք ան ուրեմն բոլոր նորարար բաները ընդհանրապես թիմատրության կենթարկվին որ ոչ որովհետև մինչև հիմա մենք այսպես ըրած եղած է ասինչ բանը գրնա արդյունք չդալ, ուրեմն պետք չունենք փորձելու։ Բայց ասեմ, որ այդ փուլն ալ անցավ։ Այսօր գիտակցությունը, որ աշխարհը կփոխվի եւ մենք պետք է ապրենք աշխարհին հետ եւ հայերենը բամը չէ, որ անփոփոխ բամը չէ եւ նաեւ ծեվում մենք չենք մեղք չենք կործեր հայերենի հանդեպ, եթե փորձենք քիչ ավելի թեթև վերաբերել իրեն, փորձեր կգադարվին, ահագին ուսուցիչներու վերաբադրաստման աշխատանքներ կան, ահագին միջոցներ կդրամատրվին։ Լիբանանի բարակային կամ ընդհանրապես է։ Ընդհանրապես, Լիբանանը մի մորնար, որ երբ որ գուքան գսենք թե հայկական աշխարհի սփյուռքի կետնի վրա ծրագիրներ մշակելու, երբ որ խմբակիր պետք է, երբ որ չեմ գիտեր, քերականություն քիծող պետք է եւ այլն, անոնք կամ լիբանանահայ են կամ սուրիահայ են ընդհանրապես։ Իհարկե պետք չէ շփոթել, բարձրապես որովհետեւ լիբանանահայ չի նշանակել, որ հայերեն ինքը դիրաբեդեմ, որովհետեւ քիչ մատ շփոթանալ, կամ կոնե ժամանակին եղած է այդ շփոթը։ Հիմա կոնե այդ մասնակիտական, ցավոք սրտի վերջին մասնակիցները որոնք եւ լեզվին կդիրաբեդեն եւ մշակույթին կդիրաբեդեն դագավին միջին արևելքին մեջ են որովհետեւ այո արևմուտքի մեջ շատ մասնակիցներ կան պատմության մասնակիցներ կան եւ այլն բայց աս փաթեթը որ եւ լեզվին դիրաբեդես եւ պատմության եւ մշակույթին եւ գենցաղին եւ ամեն ինչին դագավին կմնա քիչ թե շատ միջին արևելքի մենաշնորհը որովհետեւ հոն Դագավին ադորմով գաբրին հայերը կորձնական լեզու է թե այո անպես որ դբրոցները կամ միությունները ինչ որ գուկա հայերենին ես կգարձեմ որ մերժումի շրջանը անցավ հիմա միջոցներու բացակայության շրջանն է եւ նաեւ առաջնահերթություններ գիտես ամեն տարի երբ որ ամեն վերամուդին դնորեն մը գնստի գծրակրե ինչ որ բան մը պիտի ընե եւ երկու ամիս հետո դբրոցը կփակվի գարձեմ չեմ գիտեր քիչ մնալ այ բանելու չեն իհարկե դբրոցը կփակվի նշենք իրավիճակեն ելելով Այո, այսինքն ռմբագործումներ, անաբահովություն եւ այլն եւ աս ամենուն ապահովական հարցեր եւ այլն, այո։ Եվ հիշենք, այսինքն նաեւ մտածենք, որ ինչքան հոգեբանական ջնշումներ կան եւ ինչքան նաեւ ֆիզիկական մարդիկ խնդիրներ, առողջական խնդիրներ կունենան աս ամբողջ իրավիճակին հետևանքով եւ ասոնք բուժելը շատ գարձեմ թյուրին մի դիչլա բնականաբար արևմտահայերենը գզիչի իր դերը ուրիշ գենսական խնդիրներու արչեւ բայց չի դատրիր լալեն մարտոց ամենօրյա լեզուն ես կսեմ Լիբանանը այն երկիրն է ուր հայ ընտանիքը որուն երեխան ոչ հայկական դբրոց կհաջախի դունը հայերեն կխոսին այսինքն
հագարակը չէ հոն այդ ընդրությունը ուրիշ պատճառներու համար գլա եւ այդ պատճառները ավելի ընկերային են, ավելի դնդեսական են, ավելի ինչ որ աբակա ցանցերը ստեղծելու, գիտենք որ դպրոց ինչքան կարեւոր է աբակա ցանցերը ստեղծելու համար եւ այլն, այդ ամեն ինչն է հիմնական մտահոգությունը եւ գդրուկ մերժում լեզվի իհարկե գա, բայց շատ քիչ է հայկական դպրոց չղրգելու բաժարները ավելի բարդ են, ավելի կգարձեմ շատ շերդեր ունին, ցավոք սրտի ուսումնասիրություններ չկան այս գա չհրաբարակված հոդված մկիդական, որ եղած է 15 տարի առաջ երևի, որ գնշե որ դնդեսականը ամենե առաջնային դպրոցի ընդրության մեջ լիբանանահայության կով, անոնք որոնք ոչ հայկական դպրոց կղրգեն իրենց զավակները տասագարքի մցկտելու աբակայի համար բայց բաներն մեկն է կորձիկներն մեկն է ոչ թե այդ բահին այո աբակայի երեխաներուն համար այո այդպես միշտ չէ որ ոչ հայկական վարժարան ավելի աժան քին լա քան հայկական չէ այդպես է այո ցկտումն է աբակայի երեխային ինչ որ դնդեսական այլ տասագարքի հասցնելու համար իսկ խոսելով Հայաստանի եւ Սփյուռքահայու ինքնության մասին եւ Հայաստանի Հանրապետություն եւ Սփյուռք գաբերու կամ քաղաքականության մասին ասում եմ ամեն ինչով որ խոսեցանք ինքնություն, բաղանելիություն, լեզու, մշակույթ այդ ամեն ինչը Հայաստանի իբրև հանրապետություն գայացած պետություն Թերը ինչ է ըստ քեզի Սփյուռքի եւ Սփյուռքահայու ինքնության վրա լավ վարժարան, լավ ինքնություն, բայց ընդհանրապես լավ, ոչ թե միայն արևմտահայերեն կամ այս կամ այն, ընդհանուրի մեջ։ Անգերձ ասած ինչ որ պիտի ասեմ զուտ իմ անձնական կարծիքս է, չեմ ուզեր ինչ որ սխալ թարգմանվի, ես կգարձեմ որ Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի ինքնությունը ոչ որոշելու, ոչ ուղղորդելու, ոչ բարդականություն ունի, ոչ ալ պատասխանատվություն, որովհետև ինքնություն ասվածը բան է որ կգառուցվի մարդու փորձառություններու արդյունքով եւ այդ փորձառությունները ինչքան օրգանիկ են, ինչքան հարազատ են քու շրջաբադից եւ չեն թելադրվիր արդակին գողմերը atkan քու ինքնությունը հաստատուն գլա հիմա մենք միշտ այդ մտահոգություն ունենք փամը գոնորենք վերադառնանք գործընծնելու եւ այլն ոչ ինքնությունները չեն գործվիր իրենք կփոխվին գզարքանան եւ նույնիսկ չեմ ուզեր ասել թրական կամ բացասական որովհետեւ անանք բան մտ չկա ամեն մարդու փորձառությունը գթելատրե իր ինքնության զարգացման ճանապարհը Հայաստանի Հանրապետությունը միայն Հայաստանի Հանրապետության դարածքին գրնա մշակել ինչ որ քաղաքականություն եւ եթե ես դուք մենք բոլորս այսօր հոս կգտնվենք եւ գամովի գուզենք որ այս տարածքին մեջը մշակվի սփյուռքահայ նաեւ հիշենք որ հոս մենք սփյուռքը պետք չէ մոռնանք որ շատ մեծ բան է օքեյ միայն արևմտահայ սփյուռքը չէ եւ այլն եւ մենք նույնիսկ հոն ճունինգ հանդիպման եզրեր սփյուռքներու մեջ ինչ կրնան գնել այս դարածքին մեջը անպես որ ես չեմ գարձեր որ ինչ որ փամը արդահանելու Հայաստանեն փամը արդահանելու ես օրինակի համար երբ որ գաշխադեի Լիբանան որպես բարախումբի ղեկավար ինձի համար շատ դարօրինակ էր որ պետք է բարուսույցները կան Հայաստան վերաբադրաստվին եւ երթան եւ վերաբադրաստվել միայն ասկակրական բարին որ ագունքն է մեր բարարվեստի բայց ադգե դուրս վերջի վերջո արվեստակեդը արդյունքն է իր միջավայրին ես չեմ գրնար անընդհատ գրկնել բամը որ իմ միջավայրից չի պատկանիր ինչպես որ օրինակի համար ամենաբարձ օրինակը գինդոներու բար ամբողջ սփյուռքը գինդոներու բար գբար է ինչու ինչ կապ ունի կանադահայ երդասարտը լիբանանահայ երդասարտը գինդոներուն հետ ուրեմն հոս վերադառնանք մենք չենք ուզեր բարել գինդոներու բար
մենք ուզենք սպյուրքի մեջ լալ սպյուրքահայ շատ դժվար է որ մենք կարծեմ ամենտեղ սպյուրքահայ ենք, չէ, որովհետև եւ նույնիսկ Հայաստանի մեջ մեր անձնական կոնե բիդագավորումը սպյուրքահայ է եւ վնաս չունի ադիգա սպյուրքահայեր ենք այո ուրալելանք ադպես որ ես կգարձեմ որ ագնգալիքներ գարելի է ճանաչել, որովհետև մենք պետք է գազմագերբվենք, հավանաբար վերջին 30 տարիներուն այդ ագնգալիքներն են, որ այսօր կփերեն այս բոլոր հիաստապություններուն, եւ եթե մենք ճանաչենք այդ ագնգալիքները եւ ավելի շատ մեր ներդրում ունենք ինքնագազմագերբվելու վրա, այսօր շատ ավելի առողջ հարաբերություններ կունենար Սփյուռքը Հայաստանի հետ եւ Հայաստանը Սփյուռքի հետ։ Շնորհակալ ենք Կայանե այսօրվան համար, շնորհակալ ենք որ ընդունեցիր մեր հրավերը։ Ռուբեն, այսպեսով գրնանք փակել մեր այսօրվան ճակատապած զրույցը եւ կհիշեցնեմ, որ այսօր մեզի հետ էր Կայանե Մազունյանը։ Կայանե, շատ շնորհակալ ենք։ Շնորհակալություն ձեզ։